Չկարելի է ծաղրած մրես հերոսներ։ Ուրացում եւ ծաղր։ Այս բառերով են զոհվածին ծառայողների հարազատները բնորոշում այս տարի Եռաբլուրջ այցելած Նիկոլ Փաշինյանի պահվածքը։ Կնայեք ալա ծաղրը մրես կամ զոհվածների առջև։ Նա որ չոքմա, չհավատաս։ 44-օրյա պատերազմի 5-րդ տարելիցի օրը Նյու Յորքում գտնվող Հայաստանի վարչապետը բավարարվել է լինելով միայն ֆեյսբուքյան օգտատեր։ Առավոտյան ֆեյսբուքում իր վերջին շրջանի ամենաքննարկված դիրքով նկարն է տեղադրել ու գրել «Փառք նահատակներին» եւ «Կեցցե Հայաստանի Հանրապետությունը»։ Կարող է խոնարհվի, կարող է լացի, պոպուլիստ շոումենը ամենտեղ է շոու խաղալու է։ Որտեղ ուզում լինի, որ երկրում լինի, մենք դա ընդունում ենք որպես նորմալ, ոչ adekvat մարդի պահվածք, դրա համար որտեղ ուզում թող խոնարհվի։ Մենք չենք հավատում։ Թրկահաճո իշխանությունը, որը կատարում է նրանց պատվերները։ Ու կատարվում է հերթական պատվերը, համոզված են որդեկորույս ծնողները։ Նրանց կարծիքով Եռաբլուրջ չեն այցելում իշխանության ներկայացուցիչները եւ 44-օրյա պատերազմի օրը եւ Արցախի վերջնական հայաթափման օրը հավանաբար թշնամուն հանգստացնելու համար, որ այլևս ոչինչ իրենց չի հիշեցնում Արցախի մասին։ Մենք չենք էլ սպասում, որ ինչ-որ մեկը կգա, չենք էլ ուզում, ավելի ճիշտ ասեմ, չենք ուզում, պետք է չի իրանք սա մտնեն, որտեղ ուզում են թող գնան թուրքական մեջետներ, չգիտեմ։ Փաշյանը գալիս է ինչ անի, որ գգայս դրա կհանեմ։ Նայ մի ինչ արի պելա թողաստը։ Փոխարենը օրենքի նոր նախագիծ են շրջանառելու ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը եւ 44-օրյա պատերազմում զոհված Աբգար Նազարյանի հայրը, անկախ պատգամավոր Գեգամ Նազարյանը։ Նրանք առաջարկում են հունվարի 27-ը սահմանել որպես հիշատակի եւ խոնարհումի օր, որպեսզի, ինչպես իրենք են ձևակերպում, հարգեն բոլոր ժամանակների զոհվածների հիշատակը։ Քանի որ շատ վատ եմ ընդունում, որովհետեւ սեպտեմբերի 27-ը պիտի լինի այդ հիշատակի օրը։ Հաշվի առնելով, որ սեպտեմբերի 27-ին այդ պատերազմը սկսել է եւ ունեցել է շատ մեծ կորուստներ, կարելի ասել կորցրել եք հայ ազգի գենոֆոնդի զգալի մասը, դրա համար ինչի համար պիտի հունվարի 27-ը լինի, ոչ թե այս օրը կոնկրետ։ Ինչու հենց հունվարի 27-ին հիշել հայրենիքի համար ընկածներին, հարցնում են քաղաքացիները։ Միթե հայ ժողովրդի հազարամյա պատմության մեջ չգտնվեց մեկ խորհրդանշական օր այն դեպքում, երբ հայրենիքի համար կռիվ տալու առիթներ քիչ չեն եղել։ Կարար լիներ խոնարհումի եւ հիշատակի օր սեպտեմբերի 27-ը կամ լիներ սեպտեմբերյան մարտերի, այդ 3-օրյա այդ մարտերի օրերից ինչ որ մեկը կամ ապրիլյան, ինչ որ մի օր, որը կապված է ընդհանուր պատերազմի զինվորի։ Մի վարկած ունեն քաղաքացիները, կամայական օր ընտրելով լղոզվում է թշնամու դեմքը, ում դեմ կռվում զոհվել են հայերը։ Ըստ նախագծի հայ ժողովուրդը հիշելու է բոլոր ժամանակների ռազմական գործողություններում ընկածներին եւ ուրեմն կարելի է նկատի ունենալ նաեւ Ավարայրի ճակատամարտը, Սևանի ճակատամարտը, Օշականի ճակատամարտը, հայ-վրացական պատերազմը, հայրենական պատերազմը ու այսօր չփնտրել թշնամիներ։ Բայց չգիտես ինչի հունվարի 27-ը Հիշատակի հնարած օրեր պետք չեն, առանց այդ էլ հիշատակի օրերով լեցուն հայկական օրացույցում, ասում են ծնողները, հայրենիքի համար ընկածներին ամեն րոպե հիշողներ կան, հիշեցնողներ նույնպես։ Հիմա երկու երեխա ունի, Ալեքսս Դավիթս 3 տարեկան եղավ, Ալեքսս 5, Ալեքսս շատ բան է հիշում, բայց Դավիթս ասում է պապա, արի խորոված արա, տատի ոնց ես ասում ոչ որ զանգում եք լավ եք ոնց չեք զանգում լավ չեք ես ես ասել եմ չէ պապայի կարոտը ես ինձ եմ վերցնում նրա ծիծաղը Ալեքսիս ծիծաղը մի անգամ ծիծաղը ասի Ալեքս ծիծաղի ասում է տատի ասում Արմենիս նմանս ծիծաղում Լիլիթ Խալաթյան, Լանա Համբարձումյան, Արաքել Օհանյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։ Հայաստանում ու աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, կարևորն ու հետաքրքիրը։